Նայն հայոց կաթողիկոսը Ռուսաստանի նախագահին հայտնում է, որ այս այցը գրվելու է Մայրաթոռի տարեգրության մեջ, որպես վկայություն հայ առաքելական եւ ռուս ուղղափառ եկեղեցիների համերաշխության։ Վլադիմիր Պուտինը ամենայն հայոց կաթողիկոսին տեղեկացնում է, որ Ռուսաստանում հասարակական կյանքի բարեփոխումների ընթացքում մեծ ուշադրություն է դարձված հոգեվոր արժեքներին, ինչը կարտահայտվի նաեւ Հայաստանում Ռուսաստանի տարվա ընթացքում անցկացվող միջոցառումների ժամանակ։ Ռուսաստանի նախագահը գտնում է, որ այն հարցերը, որոնց կարգավորմանը հաճախ իզորու չեն լինում պետական այրերը, հանգիստ ստացվում է հոգևոր առաջնորդների մոտ։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը եւ Գարեգին II քննարկում են նաեւ երկու եկեղեցիների համագործակցության հեռանկարները։ Քաղաքական եւ տնտեսական փոխադարձ հետաքրքրությունների կողքին իր դրական դերն է խաղում երկու ժողովուրդների հավատքը։ Земле Армении, хорошо, 1700 лет, как на земле Армении утвердилось христианство, и отношения между нашими народами, конечно, имеют эту духовную основу христианского. Հրաշագեղ զարդաքանդակներ են։ Վեհարանի սրահում Վլադիմիր Պուտինին ուղեկցողներն այսպես հիանում էին 1308 թվականի նորավանքի խաչքարով։ Վլադիմիր Պուտինին ուղեկցում են նաև Գանձարան, որտեղ նախագահի ուշադրությունը հատկապես հրավիրվել է ոսկեգուռ հայոց տառերի վրա։ Մայրաթոռում Ռուսաստանի նախագահը թողնում է իր ձեռքով վառված մոմերը եւ այստեղից մեկնում հայոց եկեղեցու ամենաբարձր պարգևով՝ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։